Մոտ կես տարի շարունակվում են Արմենիա հեռուստաընկերության դեմ Ժիրայր Սեֆիլյանի հայցի դատական նիստերը։ Ըստ հայցվոր կողմի Արմենիա հեռուստաընկերության Սուր անկյուն հաղորդաշարի 2016 թվականի հունիսի 12-ի թողարկման մեջ հաղորդավար Վահե Ղազարյանը եւ լրագրող Նելի Հարությունյանը զրպարտել են Սեֆիլյանին, ներկայացնելով նրան որպես անհեռատես հրամանատարի օրինակ։ Օրերս լսեցի 92-ի ամռանը տեղի ունեցած դեպքի մասին, երբ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած 168 հոգանոց ջոկատը հրաման էր ստացել խլելու թշնամու տեխնիկան։ Նռնակի պայթյունից զինվորներից մեկը զոհվում է, մեկ ուրիշը ծանր վիրավորվում, սակայն բոլորը կարծում են, թե նա նույնպես զոհվել է։ Ունենալով ընդամենը 2 ձի, երկար բարակ մտածում են, թե ում տեղափոխեն։ Վերջում որոշում է կայացվում, որ մեկով պետք է տեղափոխվի զոհվածը, մյուսով Սեֆիլյանը։ Մինչդեռ առնաշաղախ զինվորը մոտ 3 օր սողալով մի կերպ հասել է մատաղիս։ Ըստ էության սա երկու իրողության մասին է վկայում։ Առաջին, որ հրամանատարի խոսքը բավականաչափ կշիռ չի ունեցել, որպեսզի երկրորդ ձիու վրա էլ մյուս թեկուզ զոհված համարվող զինվորին տեղափոխեն, կամ պարզապես նախընտրել է հոգալ սեփական կյանքի մասին։ Դատարանում այդ ականատես դեպքին ականատես վկաները 180 աշճան հակառակ բան պատմեցին, պարզվեց, որ Ժիրայր Սեֆիլյանը առաջին ինքն է վիրավորվել, նա զրկված է եղել տեղաշարժվելու ունակությունից, բայց լրագրողը, որը պատրաստել է այս նյութը, իր մտքով անգամ չի անցել, որ եթե նյութը Ժիրայր Սեֆիլյանի մասին է, Ժիրայր Սեֆիլյանից ինչ-որ բան ճշտի։ Այսինքն ընդգծված էր սա, որ Ժիրայր Սեֆիլյանի փորձում են հեղինակազրկել, փորձում են նրա հրամանատարական որակները ցածրացնել։ Թեև հայցվոր կողմը հայցի բավարարման դեպքում կարող է քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված ֆինանսական փոխհատուցում պահանջել, սակայն կողմի միակ պահանջը հեռուստաընկերության կողմից հրապարակավ ներողությունն է։ Դատական գործի առիթ հանդիսացած տեսանյութի նույն տևողությամբ Ժիրայր Սեֆիլյանի մասին եւս մեկ տեսանյութ պատրաստելով։ Ինչպես է ինքը 3 հոգու խոսեցրել է 16 րոպե, Ժիրայր Սեֆիլյանի եւ մի քանի հոգու խոսեցնում է 16 րոպե եւ հեռարձակում է։ Սեֆիլյանի պաշտպանն ասում է, տեսանյութում նկարահանված մարդկանց խոսքից հատվածներ են կտրվել, նրանք Սեֆիլյանի վատ հրամանատարության մասին իրականում չեն խոսել։ Արարատներ շատ ծանր վիրավորվել։ Ոչ բան չեմ հիշում, եկել հիշում որ օդում ավտոմատը մի կողմի վրա, ես մի կողմի վրա։ Ռազմական գործի գիտակների խոսքով մարտի դաշտում վիրավորին կամ զոհվածին թողնելու թե տանելու վերջնական որոշումը հրամանատարինն է։ Այսինքն հրամանատարության պատասխանատվությունն է, որ այնուամենայնիվ այդ վիրավորները, զոհվածները դուրս բերվեն այն դաշտից, որտեղ Այո, հրամանատարը ինքն է որոշումը կայացնում այդ պահին իրեն ոնց պահի։ Այսօր էլ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պետք է հրապարակեր Սեֆիլյանն ընդդեմ Արմենիա հեռուստաընկերության գործով վճիռը, սակայն դատարանը հետաձգեց վճռի կայացումը այլ ապացույցներ հետազոտելու նպատակով։ Հիմնական բոլոր ապացույցները հետազոտվել են, թե կողմերը իրենց դիրքորոշումը հայտնել են, այստեղ խնդիր չկա, անհասկանալի է մեր համար ամեն դեպքում։ Ես չեմ կարող ասել պատճառը որն է, բայց վերջի 5-6 նիստը բավականին ուշացումով է նշանակվում, այսինքն նշանակվում է 17:00-ին, 16:30։ Այն տպավորությունն է, որ նիստը արհեստականորեն ձգձգվում է, հավանաբար ակնհայտ է, որ պետք է հեռուստաընկերությունը ներողություն խնդրի, բայց դատարանը չունի այդքան անկախություն, այդքան խիզախություն, որպեսզի Արմենիա հեռուստաընկերության դեմ վճիռ կայացնի։ Հայրապետյանը նշում է, որ այս հայցի դատական նիստերի 6 ամսվա ընթացքում որևէ լրատվամիջոց չի անդրադարձել գործին։ Նիստերին բացի լրագրողներից բացակայ է եղել նաև ինքը Ժիրայր Սեֆիլյանը, համարելով թատրոն դատական գործընթացը։